մեզ եւ այլն, այսինքն այդ կատարյալ համակարգը, որ տրվել է մեզ, որպեսզի հայը ձևավորվի այդ հնչյունների համակարգով եւ այդ տարատեսքերի միջոցով մենք խեղել ենք, մենք դավաճանել ենք Աստծուն, մենք արդեն կեղծ գրավոր խոսքով, որովհետեւ հնչյունը, որը միանշանակ է հնչում աշխարհի բոլոր ազգերի համար, բոլորը են լսում, մենք տարատեսքը երկու տարատեսք ունենք, անկապ մեկը մեկից նման չեն եւ այլն, այսինքն փոքրատար, մեծատար այդ խեղումը արդեն երեխու մոտ երկակի ստանդարտ է մտցնում։ Ինչից էլ գալիս է որոշակի խնդիրներ եւ այդ տառերով էլ կառուցած բառերն էլ չեն ծառայում այն բուն իմաստին եւ չեն ներգործում երևի։ Միանշանակ չեն ներգործում, հարիկ չեն։ Դրա համար քո ասածը մեր հրաշքը նարեկացին խոսքի այդ ալիքների վարպետ էր եւ անոթ էր Աստծո բաց անոթ էր եւ վստահելի եւ մարդիկ համատարած նարեկ լսելով բուժվում են, կարգի են գալիս, չիմանալով ինչ է ասում, նույնիսկ չհասկանալով, պատկեր բուն գրափարի լեզու։ Այդ քո ասածը էլի, որ դա այդ կատակ չի։ Եվ վերջում, պարոն Բեկթաշյան, Աստված սիրում է հայ ազգին։ Շատ կոպիտ բան ասեմ, Աստված այլընտրանք չունի, որովհետև ընտրել է մեզ, որ ընտրալի վիճակից ինչքան էլ փախչենք, չգիտակցենք, խեղվենք, մենք իր ընտրյալն ենք եւ ասեմ մեր զրույցի ընթացքում այդ գաղափարը լսարանի համար հնչեցնենք, որ ծննդոց գլխում ասում է Աստված քայլում էր, ճեմում էր դրախտի այգում։ Մեկ էլ կանչում է Ադամ, ուր ես, ստեղ եմ Տերին, բան չի չես գալիս, ամաչում եմ։ Արդեն մեղքը գործել էր եւ ամոթը մտավ կյանք։ Այսինքն Աստված քայլել է մեր այս հողի վրա։ Մենք հիմա ապրում ենք այն հողի վրա, որի վրա Աստված ճեմելով Ադամ է ստեղծել, տեզերք է ստեղծել։ Ահա թե ինչ հայրենիք ունե։